Բարև բոլորին, ահա նորից միասին ենք հայրենի նոր թեմա քննարկելու և հուսով եմ, որ լավ եք և ձեր քննությունները բարեհաջող եք անցնում։ Ինչպես ասացի, մենք էլի հայրենի թեմաներից մեկն ենք քննարկում, դեռ խոսում ենք հնչյունաբանության մասին, տարբեր ենթաբաժիններ ունի հնչյունաբանությունը, մենք արդեն քննարկել ենք վանկը, շեշտը, տողադարձը, ինչպես նաև հայրենի հնչյունական կազմը, մի փոքր խոսեցի նաև ուղղագրության մասին, ձայնավորների ուղղագրություն եմ ներկայացրել, բայց անպայման ձեզ կպատմեմ նաև բաղաձայների, կրկնենք բաղաձայների ուղղագրությունը, բայց արդեն շտեմարանային օրինակների հիման վրա։ Այսօր միասին խոսելու ենք բաղադրյալ հատուկ անունների գրության մասին և մի հետաքրքիր, եկեք մի քանի կարևոր բան ֆիքսենք մինչև սկսելը։ Բաղադրյալ ինչու ենք ասում բաղադրյալ հատուկ անուն, որովհետև ունենք հատուկ անուն, ինչ-որ անուն, տեղանբան կամ մարդու անուն, հատուկ անուն, որը մի քանի բաղադրիչից է կազմված, այսինքն մի քանի բառ կա դրա մեջ։ Դրա համար ասում ենք բաղադրյալ հատուկ անուն, ահա թե ինչու է այդպես կոչվում, կամ կիրառում ենք նաև հատկանուն տերմինը, որը դուք ևս կարող եք կիրառել։ Մի քանի շատ կարևոր կանոններ եմ ձեզ համար առանձնացրել, մի քանի ասելով նկատի ունեմ մոտ 15-17 կանոն, եկեք փորձենք խոսել այդ կանոնների մասին շատ համակարգված օրինակների հիման վրա։ Ես կփորձեմ նաև շտեմարանային օրինակներով ձեզ ներկայացնել բաղադրյալ հատուկ անունների գրությունը, կքննարկենք մի քանի օրինակներ, բայց արդեն հաջորդ վիդեոների մեջ։ Եկեք սկսենք առաջին կարևոր կանոնից, որը վերաբերում է պետությունների անուններին կամ պետական միավորումների անուններին։ Ուրեմն ունենք պետության անուն, պետություններ եկեք գրեմ, կամ դրանց միավորումները և դրանց միավորումները։ Օրինակ, ասում ենք Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն, երկու բաղադրիչներն էլ գրում ենք մեծատառ, Հայաստանի Հանրապետություն։ Կամ ասում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այսպես երկու օրինակ գրեմ, մնացածը կասեմ, լավ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, բոլոր բաղադրիչները գրում ենք մենք մեծատառ, այսպես գրեմ, որ հասկանանք մեծատառն եմ գրում, Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ահա, կամ կասենք Մեծ Բրիտանիայի թագավորություն կամ կասենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, այսինքն գործող, կարևոր է, եկեք այստեղ գրենք գործող պետության անվանումը կամ դրանց միավորումների անունները գրում ենք անպայման մեծատառ, բոլոր բաղադրիչները։ Եկեք այստեղ մեծ բացառություն գրենք, այստեղ գրենք բայց, որովհետև կան բացառություններ։ Վստահ եմ շատ եք լսել, այն թագավորությունները, այն կայսրությունները, այն պետությունները, որոնք այլևս պատմության գիրկն են անցել, այսինքն այլևս գոյություն չունեն, մենք այդ պետությունների միայն առաջին բաղադրիչն ենք գրում մեծատառ։ Օրինակ, ունենք Կիլիկիայի թագավորություն, չէ՞, գրում ենք փոքրատառը, թագավորություն բառը, Կիլիկիայի թագավորություն, կգրենք փոքրատառ, թագավորություն բաղադրիչը, կամ բյուզանդական կայսրություն, կամ հռոմեական սրբազան կայսրություն, բյուզանդական կայսրություն բաղադրիչը գրում ենք արդեն փոքրատառ, ինչու, որովհետև այն այլևս գոյություն չունի։ Ուրեմն գոյություն չունեցող թագավորությունների, պետությունների, կայսրությունների անունները գրում ենք փոքրատառ, միայն առաջին բաղադրիչն ենք գրում մեծատառ, որովհետև այն այլևս չկա։ Իսկ բոլոր գործող պետությունների անունները գրում ենք մեծատառ։ Դուք գուցե շտեմարաններում հանդիպեք կամ գուցե նաև ձեր թեստի մեջ այնպիսի պետության անուն հանդիպեք, որը դուք չգիտեք գոյություն ունի, թե գոյություն չունի, բայց հավատացեք, եթե պետությունը գոյություն չունենա, դուք անպայման կիմանաք դրա մասին։ Թեկուզ պատմությունից հիմնականում այս մի քանի օրինակն են բերում, Կիլիկիայի թագավորություն, բյուզանդական կայսրություն, հռոմեական սրբազան կայսրություն, դուք դրանց մասին կիմանաք, եթե պետությունը գոյություն չունենա։ Իսկ եթե դուք վստահ չեք պետական միավորումը, Թայլանդը օրինակ միապետություն է, հանրապետություն է,
ինչ է, դուք վստահ եղեք, որ դա անպայման գործող պետություն է։ Եկեք էլի մի քանի կանոններից խոսենք։ Մյուս կարևոր կանոնը, որի մասին անպայման պետք է նշենք, մարդկանց անունների հետ կապված, ոչ միայն մարդկանց անունների հետ կապված, նաև տեղանուններ եւ այլ հատկանուններ, դրա տեղանունների մասով եկեք առանձին խոսենք։ Երկրորդ կանոնում եկեք ներառենք միայն մարդկանց անունները։ Օրինակ, ունենք մարդու անուն Տիգրան Մեծ։ Ինչու ենք մեծը գրում մեծատար, դուք կհարցնեք, որովհետև մեծը թեև հատուկ անուն չէ, բայց կան լրացումներ, եթե երբ ասում ենք Տիգրան Մեծ, այս մեծ բաղադրիչը ցույց է տալիս ինչպիսին է Տիգրանը, այսինքն ըստ էության ունենք լրացում լրացյալ հարաբերություն եւ այս լրացումը շատ վաղուց դարձել է անվան մի մասը, այսինքն երկուսը միասին մականուն են դարձել Տիգրան Մեծ, մականվան արժեք ունի սա, հետեւաբար մենք գրում ենք այս բաղադրիչները գրում ենք մեծատար, ունենք Տիգրան Մեծ, ունենք Սողոմոն իմաստուն, թեև իմաստունը հատուկ անուն չէ, բայց քանի որ դարձել է իմաստուն, քանի որ դարձել է մականուն, հատուկ անվան մի մաս, մենք երկուսն էլ գրում ենք մեծատար։ Կամ էլի շատ օրինակներ կան, ունենք Սահակ Պարթև։ Եկեք ֆիքսենք, որ այս Սահակ Պարթև, այս անունները դառնում են Սահակ Պարթև, Խոսրով Կոտակ, շատ են նման օրինակները, եկեք մի կարևոր բան ձեզ ասեմ։ Հիմա դուք գուցե հարցնեք, բա ինչպես տարբերենք այն, իհարկե սրանք շատ պարզ օրինակներ են, կան մի փոքր ավելի բարդ օրինակներ, կան օրինակ էլի հատուկ անվան մաս կազմող բառեր, որոնք չեն դառնում մականվան մեզ, ինչպես օրինակ Հայկ Նահապետը։ Դրանք այլ բան են ցույց տալիս, օրինակ ծագում կամ հասարակական դիր կամ տիտղոս են ցույց տալիս։ Հիմա ես ձեզ կարող եմ տալ բառերի մի քանի ցանկ, որոնք դուք կարող եք կիրառել եւ իմանալ, որ այս բաղադրիչները դառնում են հատուկ անվան մի մաս։ Հիմա ձեզ տալիս եմ բառեր, եկեք այստեղ ուրիշ գույնով գրեմ բառեր կամ բառեր, որոնք դարձել են մականուններ, հա։ Բառեր, որոնք դարձել են մականուններ անվան կազմում, որոնք դարձել են մականուններ։ Եկեք մի քանի այդպիսի բառեր, լավ գրենք։ Օրինակ, ունենք Դավիթ անհաղթը։ Անհաղթը հատուկ անուն չի, բայց դարձել է այստեղ մականվան մի մասը եւ երկուսն էլ բաղադրյալ հատուկ անուն, մեկ բաղադրյալ հատուկ անուն ենք ունենում։ Անհաղթ, ինչպես ասացի, մեծը, երկաթը, Աշոտ երկաթ, Երվանդ Սակավակյաց, սրանք հատուկ անուններ չեն, բայց էլի եմ ասում, դարձել են մականուններ եւ երկուսն էլ Սակավակյաց։ Երկուսն էլ գրում ենք մեծատար։ Արա գեղեցիկը կգրենք մեծատար։ Լավ։ Ունենք նաև իմաստուն, նոր ասացինք Սողոմոն իմաստունը։ Գրիգոր լուսավորիչ, եկեք գրենք լուսավորիչ բառը։ Սրանք այն բառերն են, որոնք դառնում են մականուններ եւ դուք պետք է գրեք մեծատար։ Ունենք Խոսրով Կոտակ, Ներսես շնորհալի բառը, Աշոտ ողորմած, կամ մսակեր ունենք, հա, Աշոտ մսակեր, էլի հատուկ անվան մաս է դարձել որպես հատուկ անուն, կամ կառուցող, այսինքն սրանք այն բառերն են, որոնցով դուք կարող եք կողմնորոշվել, ես օրինակները ասացի, դուք կարող եք նաև օրինակները գրի առնել, կամ Գայլ Վահան, Գայլը կարող է նաև առաջին բաղադրիչ լինել, եկեք այստեղ գրեմ, Գայլ Վահան կարող է նաև այլ առաջին բաղադրիչ լինել։ Սրանք հիմնականում այն բառերն են, որոնք դառնում են հատուկ անվան մի մաս եւ դուք կարող եք կողմնորոշվել ու գրել մեծատար այս մարդկանց անունները։ Եվ երրորդ կարևոր կետով, եկեք երրորդ կարևոր կետը առանձնացնենք, որ կան մարդկանց անուններ, հատկանուններ, որոնք
չեն դառնում հատուկ անվան մի մաս եւ մենք դրանք գրում ենք փոքրատառ։ Օրինակ, շատ կարևոր օրինակ եմ ձեզ համար բերելու։ Եկեք ֆիքսենք, որ Հայկ Նահապետ, Հայկ Դյուցհազեն բառերը մենք գրում ենք փոքրատառ։ Ինչու, որովհետև Նահապետը, Դյուցհազենը ցույց են տալիս ոչ թե մականուն Հայկի համար, դրանք մականուն չեն Հայկի համար, այլ դրանք նրա ծագումն են ցույց տալիս, կամ մի շարք այլ բառեր, որոնք ցույց են տալիս տիտղոս, հասարակական դիրք, պաշտոն են ցույց տալիս, կամ որևէ գործունեություն, որով իրենք զբաղվում են, այսպիսին են օրինակները։ Եկեք գրեմ բառերը եւ ընթացքում նաեւ օրինակները կասեմ։ Ինչպես ասացի, Դյուցհազեն, քաջերի տոհմից նշանակում է Դյուցհազեն, Նահապետ, սրանք չեն դառնում մականուն, թեև հատուկ անվան մաս են, բայց գրում ենք փոքրատառ։ Եկեք գրենք, ֆիքսենք Հայկ Նահապետ, գրում ենք փոքրատառ։ Կամ զորավար, բաղադրիչ օրինակ Վարդան զորավար, սպարապետ, Վասակ սպարապետ, կամ գունստաբլ, Սմբատ գունստաբլը, տիտղոսներ են սրանք, որոնք գունստաբլ, կգրենք արդեն փոքրատառով, հարյուրապետ, էլի շատ են, հարյուրապետ, մելիք, իշխան, կապակցություններ ունեցող բառերը, օրինակ մելիք, Շահնազար, կգրենք արդեն փոքրատառ, անպայման, քերթողահայր Մովսես, քերթողահայրը գրում ենք փոքրատառ, քերթողահայր, լրացում է էլի, լրացում է, բայց մականուն չէ, դրա համար գրում ենք փոքրատառ, երևի արդեն անցնենք Առաքյալ, Պետրոս Առաքյալ, Պողոս Առաքյալ, կաթողիկոս, մարգարե, Մովսես մարգարե, ավետարանիչ, Հովհաննես ավետարանիչ, սրանք կապակցություններ են, որոնք էլի հատուկ անվան, ավետարանիչ, բաղադրիչ են, բայց դրանք չեն գրում մեծատառ, որովհետև իրենք ցույց են տալիս կամ ծագում, կամ հասարակական դիրք, կամ պաշտոն, կամ որևէ գործունեություն զբաղմունք, որոնք իրենք կատարում են, դրա համար գրում են փոքրատառ։ Սա կարծես մարդկանց անունների հետ կապված, հիմա եկեք փորձենք խոսել տեղանունների մասին։ Տեսեք, 4-րդ կարևոր կետը, ինչպես ասացի, տեղանունների մասին ենք խոսում։ Սովորաբար, եթե մենք ունենում ենք լճերի անուններ, ունենում ենք գետերի, ծովերի, օվկիանոսների անուններ, սովորաբար միայն առաջին բաղադրիչն ենք գրում մեծատառ եւ հենց այդպես էլ պետք է լինի, կամ եթե միայն տեղանունով չսահմանափակվենք, ունենք օրինակ համաստեղությունների անուններ, եկեք մի քանի օրինակ դիտարկենք, շատ տարբեր խմբեր են մտնում այստեղ, միայն տեղանունով եկեք չսահմանափակվենք։ Օրինակ ասում ենք, էլի լրացում լրացյալ կապակցությունն ենք, հիմա ունենք Սևանա լիճ, լիճը գրում ենք փոքրատառ, էլի լրացում է, լիճը լրացնում է Սևանա բառին, բայց հատուկ անուն չէ եւ գրում ենք արդեն փոքրատառ, իմաստ չունի գրելու, ունենք կարմիր ծով, ծովը գրում ենք փոքրատառ, խաղաղ օվկիանոս, խաղաղը կգրենք մեծատառ, օվկիանոսը փոքրատառ, ուզում եմ խոսենք հյուսիսային սառուցյալ օվկիանոսից, տեսեք, եթե նայում ենք բառին, հյուսիսային, սառուցյալ, սն փոքրատառ ավելի փորձեմ անել, հյուսիսային սառուցյալ, օվկիանոս, ոչ մի անուն է այստեղ, նույնը կարմիր ծովում, նույնը սև ծովում,
Ոչ մի անուն այստեղ հատուկ անուն չէ, ոչ հյուսիսային է հատուկ անուն, ոչ սառուցյալը, ոչ օվկիանոսը, բայց քանի որ մենք գիտենք, որ դա տեղանուն է, այսինքն մենք որևէ օբյեկտ ենք ֆիքսում այս անունով, հետևաբար մենք գրում ենք առաջին բաղադրիչը մեծատառ հյուսիսային սառուցյալ օվկիանոս։ Գուցե ձեզ մոտ գրված լինի ոչ թե հյուսիսային սառուցյալ օվկիանոս, այլ ուղղակի սառուցյալ օվկիանոս։ Հիշենք, որ եթե գրված է առաջին բաղադրիչը սառուցյալն է, ապա սառուցյալը այս դեպքում կգրենք մեծատառ սառուցյալ օվկիանոս։ Կան իջվածքներ, Մարյանյան իջվածք, կամ Նեղոսի հովիտ, հովիտների անունները, եկեք գրենք նաև Հրո երկիր, գրում ենք երկիրը փոքրատառ, Վայոց ձոր, իմաստ չունի այսպիսի լրացումները գրել մեծատառ, որովհետև դրանք հատուկ անուն չեն, և շատ են այսպիսի կապակցությունները, գրենք նաև խոր վիրապ, մեր շատ հայտնի խոր վիրապ, այսինքն խոր փոս իմաստով, ոչ խորն է հատուկ անուն, ոչ էլ վիրապն է հատուկ անուն, բայց քանի որ մենք էլի օբյեկտ ենք ֆիքսում, գիտենք, որ այդ տեղի անունը խոր վիրապ է, մենք առաջին բաղադրիչը գրում ենք մեծատառ։ Էլի շատ կարող ենք ներառել շատ տարբեր բառեր, օրինակ խոսենք նաև համաստեղությունների մասին, կար Օրիոնի համաստեղություն, Օրիոնի համաստեղություն, Օրիոնին կգրենք մեծատառ, համաստեղությունը փոքրատառ, համաստեղություն, մեծ արջի համաստեղություն նույնը այստեղ, ոչ մեծն է հատուկ անուն, ոչ արջն է հատուկ անուն, ոչ էլ համաստեղությունն է հատուկ անուն, եկեք կարճ գրեմ համաստեղ, բայց քանի որ մենք ֆիքսում ենք որևէ օբյեկտ, որի անունը մեծ արջի համաստեղությունը, մեծը կգրենք արդեն մեծատառ, և քանի որ մենք խոսում ենք տեղանունների մասին, եկեք մի քանի կանոններ ներառենք այս հատվածում, որի մասին անպայման կուզենամ իմանալ։ Շատ հաճախ հասարակ անունով կազմված բաղադրիչը, օրինակ նոր, ներքին, վերին կամ արևելյան, արևմտյան, ման մերձավոր, լինում է մեր հատուկ անվան սկզբում, ոչ թե նրանից հետո է լինում, այլ դրա սկզբում է լինում։ Սա կարծես 5-րդ կետն է մեր։ Կան մի քանի բառեր, ինչպես օրինակ ներքին, վերին, մերձավոր, արևելյան, արևմտյան, արևելյան և այլն, արևմտյան, բարձր և այլ բաղադրիչներ, որոնք սկզբում են լինում մեր հատուկ անվան։ Եվ այս դեպքում, քանի որ իրենք սկզբում են և հատուկ անվան մի մասը մենք բոլորը գրում ենք մեծատառ բոլոր բաղադրիչները, օրինակ ունենք նոր նորք, նոր արեշ, նոր նորք, երկուսն էլ գրում ենք մեծատառ, նոր արեշ կգրենք երկու բաղադրիչն էլ մեծատառ, ունենք մերձավոր արևելք, էլի գրում ենք մեծատառ, թեև հատուկ անվան սկզբում է և հասարակ անուն է, դառնում է դրա մի մասը, մերձավոր արևելք, արևելյան Հայաստան, արևմտյան Հայաստան, արևելյան Հայաստան, արևմտյան Հայաստան, վերին Արտաշատ օրինակ, կամ ներքին Դվին, Բարձր Հայք օրինակ, էլի հատուկ անուն, Բարձր Հայք, ուրեմն այս բառերը կարող եք ընդգծել ձեզ մոտ, Բարձր Հայք, դառնում են թեև առաջին բաղադրիչն են, բայց դառնում են հատուկ անվան մի մաս և նրանց անպայման գրում ենք մեծատառ։ Կարծես թե տեղանունների մասով էլ այսքանը կարող ենք սահմանափակվել, եկեք մի քանի շատ թեթև կանոնների անդրադառնանք, որոնք դուք վստահ եմ, որ գիտեք, օրինակ տոների անունները, շքանշանների անունները, անպայման գրում ենք միայն առաջին բաղադրիչը մեծատառ, տոների անունները, տոներ, օրինակ մարտի 8, Մարտին կգրենք միայն մեծատառ, եթե այսպես ենք գրում,
գրության ձևը սա ենք համարում։ Մարտի 8 կգրենք միայն առաջին բաղադրիչը մեծատառ, ու էլի շատ տարբեր տոններ, օրինակ նոր տարի, նորը կգրենք մեծատառ, տարին փոքրատառ, թարգմանչած տոն, թարգմանչածը կգրենք մեծատառ, տոնը փոքրատառ։ Ունենք նաև կարևոր մի այլ կետ, եկեք այստեղ ներառենք նաև շքանշանների անունները, տոներ, շքանշաններ կամ շքանշաններ։ Օրինակ ունենք պատվո շքանշան, պատվոն կգրենք մեծատառ, եթե իհարկե 3 բաղադրիչից կազմված չէ, օրինակ առաջին երկուսը հատուկ անուն, օրինակ ասենք Մովսես Խորենացու մեդալ, հա, Մովսես Խորենացին պարզ է, որ կգրենք մեծատառ։ Շքանշանների, մեդալների այս անունների միայն առաջին բաղադրիչն ենք գրում մեծատառ, եթե էլի եմ կրկնում, հատուկ անուն չունենք այստեղ։ Շքանշան։ Կարևոր, կարծում եմ այս հատվածում ամեն ինչ պարզ կլինի եւ այդքան էլ բարդ չէ սա անցալելը, ուզում եմ մի քանի այլ կանոններից խոսենք, եթե մենք ունենք էլի վերադառնանք պետություններին կամ կազմակերպություններին հասարակական, մենք ունենք օրինակ հասարակական կազմակերպություններ, հասարակական կամ քաղաքական կազմակերպություններ, հիմնարկություններ, հա, կազմակերպություններ կամ մեծ միավորումներ ունենք, հա, քաղաքական կամ հասարակական միավորումներ կամ մարմիններ ունենք, ապա նրանց միայն առաջին բաղադրիչն ենք գրում մեծատառ այս հատուկ անունների, օրինակ միավորված ազգերի կազմակերպություն, միավորված ազգերի կազմակերպություն, միայն առաջին բաղադրիչն ենք գրում մեծատառ, այլը երբ հապավման տեսքով ենք գրում։ Տեսեք այստեղ մի այլ գույնով փորձեմ նաև հապավումը գրել, մակ։ Տառային հապավման դեպքում այլ է, բոլոր տառերը գրում ենք մեծատառ, բայց երբ բացում ենք առաջին բաղադրիչը միայն կգրենք մեծատառ։ Կամ արժույթի միջազգային հիմնադրամ, հա, շատ են անուններ, առողջապահության համաշխարհային կազմակերպություն, եկեք կամ խորհուրդների անուններ, եկեք սա էլ գրենք, անվտանգության խորհուրդ, անվտանգության խորհուրդ։ Հիմա արդեն իմացաք, որ հիմնարկություններ, կազմակերպություններ, եթե հավելյալ հատուկ անուն չկա մեջը ընկած, ապա գրում ենք փոքրատառ, մյուս բաղադրիչները միայն առաջինն ենք գրում, անվտանգության խորհուրդ պետք է գրեմ, անվտանգության խորհուրդ։ Շատ լավ, եկեք անցնենք նաև էլի պետությունների մասին, եկեք խոսենք, պետությունների ղեկավար մարմինները, օրինակ ազգային ժողով, եկեք գրենք պետությունների ղեկավար մարմինները, հա, ղեկավար մարմինները։ Միայն առաջին բաղադրիչն ենք էլի գրում մեծատառ, օրինակ ազգային ժողով, պետական դումա, ազգայինը կգրենք մեծատառ, ժողովը կգրենք արդեն փոքրատառ, որովհետև եթե դուք այսպես նայեք, ոչ ազգայինն է հատուկ անուն, ոչ էլ ժողովն է հատուկ անուն, բայց կարող ենք համարել իրեն որպես ղեկավար մարմին ու գրել առաջին բաղադրիչը մեծատառ, կամ պետական դումա, պետականը կգրենք մեծատառ, դուման արդեն կգրենք փոքրատառ, կամ պետական դումա, կամ ունենք համայնքների պալատ, համայնքներին կգրենք արդեն մեծատառ, համայնքների պալատը արդեն կգրենք փոքրատառ։ Սրանք շատ փոքրիկ կարևոր կետեր են, որոնց կարելի էր անդրադառնալ, միայն առաջին բաղադրիչներն այս դեպքում գրվում մեծատառ։ Քանի դեռ մենք խոսում ենք տեղանունների մասին, եկեք մեկ այլ կանոն առանձնացնենք, կարծես թե սա 8-րդ կանոնը պետք է մեզ մոտ լինի, հայկական բառի հետ կապված, եկեք գրենք հայկական։
Եթե հայկական բառը մենք կիրառում ենք հայկական պարը թեև հատուկ անուն չէ, բայց մենք որոշակի միավորում ենք, որոշակի տարածք ենք չի հասկանում, երբ ասում ենք հայկական պար լեռնաշղթա ենք հասկանում ենք, հետևաբար կգրենք հայկականը մեծատառ, կամ եթե ունենք հայկական լեռնաշխարհ, հայկական բարձրավանդակ, հայկական բարձրավանդակ, հայկական բարձրավանդակ, կամ ունենք հայկական լեռնաշխարհ, հայկական Տավրոս, երկուսն էլ այս դեպքում գրում ենք մեծատառ, հայկական Տավրոս, այս դեպքում կգրենք մեծատառ բոլոր բաղադրիչները, հայկականը ևս գրում ենք մեծատառ, որովհետև հատուկ անուն է, որի մեջ մենք հասկանում ենք որոշակի երևույթ, որոշակի երևույթ ենք հասկանում, բայց եկեք ուրիշ գույնով առանձնացնենք, բայց եթե մենք խոսում ենք հայկական ծիրանի մասին, այս դեպքում ծիրանի որակ ենք տալիս, ինչպիսին է այդ ծիրանը, որ էլի հատուկ անուն չէ, հայկական ծիրան, հայկական կոնյակ, հայկական գինի, այս բոլոր կապակցություններում հայկականը գրում ենք փոքրատառ, որովհետև մենք ոչ մի հատուկ անուն չունենք, որ հատկանվան արժեք դա չունի, էլի գրում ենք միայն այս վերոնշյալ կառույցներում ենք մենք գրում, նաև հայկական լեռնաշխարհ կառույցում ենք գրում հայկականը մեծատառ, մնացած դեպքերում, եթե հայկականը ունի կամ հայկական հողեր, հայկական կոմագեն է ետքից, նման օրինակներ էլ կան, եթե տեսնում եք նման օրինակներ, ապա իմացիք, որ հայկականը հատուկ անուն չէ և պետք չէ հավելյալ գրել մեծատառ, Եկեք մի այլ կարևոր կետ առանձնացնենք, արդեն 9-րդ կետը թերևս, հայր, որդի, եղբայրներ, քույրեր, ամուսիններ բաղադրիչների մասով, սովորաբար ընդունված ձևով մենք ունենք դյումահայր և դյումավորթի կառույցները, որտեղ բոլորը իհարկե գրում ենք փոքրատառ, բայց այս դեպքում դյումահայրը կգրենք փոքրատառ և գիծ գծով, իսկ դյումավորթին արդեն էլի կգրենք գծով, այս երկու կառույցներ են ըստ էության, որտեղ գծիկով է գրվում, սովորաբար դյումահայր, դյումավորթի, բայց երբ խոսում ենք գրիմի եղբայրների մասին, դուք կարիք չունեք այստեղ գիծ դնելու, առանց անջատման գծի ենք գրում, էլի բայց փոքրատառ գրիմ եղբայրներ, մանկագիրներ, եղբայրներ, գրում ենք փոքրատառ, լիսիցյան քույրեր ունենք, կամ կյուրի ամուսիններ, այս բաղադրիչները թեև էլի հատուկ անվան մաս են, բայց գրում ենք փոքրատառ, ֆիքսեք գրիմ եղբայրները, այսպիսի բան կա ձեր շտեմարանի մեջ, կյուրի ամուսիններ, սա շատ էլի փոքրիկ կարևոր բան, որի մասին կուզենայի խոսել, հիմա եկեք փորձենք անդրադառնանք 10-րդ կետին, որը ըստ էության մատենադարանի մասին է, հետաքրքիր մի փաստ ունենք հայերենում, եթե մենք խոսում ենք Երևանի մատենադարանի մասին, մեզ ծանոթ Երևանի մատենադարանը, մատենադարան բառը անպայման գրում ենք մեծատառ, սա ֆիքսեք Երևանի մատենադարան, բայց աշխարհում ցանկացած այլ մատենադարան, կլինի Էջմիածնի մատենադարանը, կլինի Երուսաղեմի մատենադարանը, մենք այդ բաղադրիչները գրում ենք փոքրատառ, Երուսաղեմի մատենադարանը կգրենք արդեն փոքրատառ, մեկ այլ կանոն, սա էլ անպայման հանդիպող օրինակ է, Էջմիածնի մատենադարան, ուրեմն մատենադարանը կգրենք մեծատառ, եթե մենք խոսում ենք միայն Երևանի մատենադարանի մասին, լավ, եկեք կարծես թե մի քանի օրինակ մնաց, որ ինձ մասին սա 10-րդ կետն է, եկեք մի քանի կետ էլ ձեզ համար բերեմ օրինակ, եթե խոսում ենք ոստան բառի մասին, ոստան, որպես հասարականություն նշանակում է ծննդավայր, նշանակում է մայրաքաղաք, հիմնականում մայրաքաղաք կամ գուցե նաև ծննդավայրի իմաստը հանդիպի, ծննդավայր, այս դեպքում գրում ենք ծննդավայր, գրում ենք փոքրատառ, և եթե ոստանը կգրենք մեծատառ, եթե այն որևէ քաղաք, եթե այն քաղաքի անուն, եթե մենք նկատի ունենք ոստան քաղաքը, ապա այն կգրենք արդեն մեծատառ,
Քաղաք, այստեղ գրեմ քաղաք, քաղաքի անուն, հա, ինչպես օրինակ Երևանը, նույն ձևով էլ Ոստանը, եթե քաղաքի անուն է, կգրենք մեծատար, իսկ եթե հատուկ հասարականն է, եւ ապա գրում ենք փոքրատար, քանի որ այն նշանակում է մայրաքաղաք, ծննդավայր եւ հետո արդեն հասարականն է։ Եկեք անցնենք մի քանի շատ կարևոր կետերի, որոնց մասին անպայման ուզում եմ խոսենք։ Հիմա 12-րդ կետ եկեք նկատի ունենանք, հա։ Մենք ունենք մի քանի օտար անուններ, հա, օտար անուններ ունենք, որոնք էլի հատուկ անուններ են, օրինակ Գեթե Մոպասան, Վինսենտ վան Գոգ, ու էլի նման շատ բաղադրիչներ, Լյուդվիգ վան Բեթհովեն, այս բաղադրիչները ներսում մենք գրում ենք փոքրատառ, բայց բացառություն էլ կա, եկեք սա գրենք մի հատ, դա, վան, ֆոն, ավելի, ալ, էլ և այլ բաղադրիչներ կան, գրում ենք փոքրատառ, սրանք կարծես քերականական մասնիկներ են, այսինքն կարծես նաղդիրներ, հոդեր լինեն, երբ ասում ենք Գիդե Մոպասան, Մոպասան, կգրենք արդեն Մոպասանը մեծատառ, իսկ դեն որպես նաղդիր հոդ գրում ենք արդեն փոքրատառ, կամ Վինսենտ վան Գոգ, եկեք այս օրինակը միասին գրենք, Վինսենտ վան Գոգ, վանը կգրենք արդեն փոքրատառ, բայց եթե այստեղ մի փոքր գիծնեմ և գրեմ բայց, եթե այս դ, վան, դա, ֆոն, էլ և այլ բաղադրիչները ոչ թե մեջտեղն են հատուկ անվան, այլ սկզբում են դրված, օրինակ դուք ասում եք ոչ թե Վինսենտ վան Գոգ, այլ ասում եք վան Գոգ, այստեղ վանը կգրենք մեծատառ, նույնը և այլ բաղադրիչների դեպքում լամանշ, օրինակ լամանշի նեղուցը, վան Գոգ, գրում ենք արդեն մեծատառի երկու բաղադրիչներն էլ։ Եվ հաջորդ կարևոր կետը, որի մասին անպայման պետք է խոսենք, կարծես վերջին ենք, ավարտին ենք մոտենում, մենք ունենք հայերենում սուրբ բաղադրիչը, որը տարբեր իմաստներ ունի, բայց և գրության տարբեր ձևեր ունի, անկախ նրանից, կախված նրանից, թե դուք գրում եք սուրբ բաղադրիչը եկեղեցու անվան կողքին, թե մարդու անվան կողքին։ Երբ դուք ասում եք Սուրբ Գևորգ եկեղեցի, Սուրբը կգրենք մեծատառ արդեն, ուրեմն եթե սուրբ բաղադրիչը դնում ենք եկեղեցիների, վանքերի, տաճարների անվան կողքին, եկեղեցի, տաճար, վանք, եթե այսպիսի անվանում ունենք, ապա անպայման գրում ենք մեծատառ, օրինակ Սուրբ Գևորգ եկեղեցի, Սուրբ Կարապետի վանք կան, եթե ունենք եկեղեցի վանք, Սուրբը գրում ենք մեծատառ, բայց այլ գույնով փորձեմ գրել, եթե մարդկանց անունների, ավելի ճիշտ սրբերի անունների կողքին ենք դնում Սուրբ բառը, մարդկանց անուններ ունենք, ապա գրում ենք Սուրբը փոքրատառ, բայց կասենք, եթե Սուրբ Գևորգ եկեղեցին գրում ենք մեծատառ Սուրբը, Սուրբ Գևորգը արդեն կգրենք փոքրատառ, գրում ենք այստեղ փոքրատառ, սա էլ մի այլ կանոն, որի մասին նույնը տեր բաղադրիչի դեպքում, ի դեպ քանի խոսեցինք, նաև տեր բաղադրիչից եկեք խոսենք, տեր բաղադրիչը, հա, եթե եկեղեցու անունների, էլի հոգևորականների անունների կողքին են գրում, օրինակ Տեր Սահակ և այլն, էլի տեր բաղադրիչը եկեք գրենք փոքրատառ, հա, կարծես նույն կանոնի տակ պետք է գրենք Տեր Սահակ, Սահակը արդեն մեծատառ, տերը փոքրատառ, եկեք ֆիքսենք, որ տեր բաղադրիչն էլ գրում ենք մարդկանց անունների կողքին փոքրատառ, մարդկանց անունների կողքին անունների հետ փոքրատառ, բայց տեր բաղադրիչը մենք գրենք մեծատառ, եթե այն ազգանվան մաս է, ազգանունների մեջ ենք մենք գրում։ Լավ, օրինակի համար Տեր Հովանիսյան, հա, օրինակ Պողոս Տեր Հովանիսյան, եթե ազգանվան մաս է,
տերը, տեր բաղադրիչը, ինքնանվանական ձևով գրեցի, տերը գրում ենք մեծատառ, տերը գրում ենք մեծատառ, եկեք մի օրինակ ես գրեմ, օրինակ Պողոս տեր, նաև գծով, Հովհաննիսյան, Ահա, սա էլ տեր բաղադրիչի հետ կապված, ուրեմն տեր բաղադրիչը կգրենք մեծատառ, եթե այն ազգանվան մաս է, իսկ եթե քահանաների անվան կողքին կամ հոգևորականների անվան կողքին ունենք տեր Սահակ, տեր Պողոս, տեր Պետրոս, կգրենք առանց գիծ, անջատ և կգրենք փոքրատառ։ Եվ կարծես մեզ շատ գեղեցիկ մի պատմություն մնաց քննարկելուս, էլի Սուրբ Բաղադրիչի հետ կապված, ուրեմն Սուրբ Բաղադրիչը տարբեր ժողովուրդների մոտ, տարբեր ազգերի մոտ, տարբեր անվան դրսևորում ունի բնականաբար, մեզ ծանոթ շատ անուններ այստեղ կան, օրինակ Սանկտ, Սենտ, Սան, Սանտա, սա նույն Սուրբ Բաղադրիչն է, որը այս ժողովուրդներում տարբեր լեզուներում այսպիսի դրսևորման ձևեր ունի, և այս նույն բառը կարող է նշանակել և ազգանվան մաս լինել և որպես տեր իմաստով, այսինքն կարող է նշանակել տեր, այս բառերը կարող են տեր նշանակել, եթե մարդկանց ազգանվան կազմում են, օրինակ մեզ շատ հայտնի օրինակ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, Անտուան, դեն էլի գրում ենք փոքրատառ որպես նախդիր, հոտ Անտուան դը Սենտ, Սենտը գրում ենք մեծատառ, Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, Էքզյուպերի գծով ենք անպայման գրում, միացման գծով ենք գրում և այստեղ տեր է նշանակում, այստեղ տեր իմաստ ունի այս Սենտ Բաղադրիչը, ունի տեր իմաստը, Անտուան դը Սենտ-Էքզյուպերիում, էլի շատ անուններ կան, որտեղ տեր իմաստ ունի, բայց կան նաև այս Սանտ, Սենտ, Սանտա բաղադրիչները ունեն նաև սուրբ իմաստը, երկրորդ իմաստ ունեն, եթե մենք մարդկանց անունների կողքին ենք դնում, սրբերի անունների կողքին բնականաբար և կամ տեղանունների կազմում ենք գրում, եթե տեղանունների կազմում են, եկեք գրենք այստեղ տեղանուններ կամ մարդկանց անուններ կամ սրբերի անուններ, իհարկե գրության ձևերն էլ տարբեր են, տեղանուններ եկեք գրենք, օրինակ Սան Ֆրանցիսկո, մեզ ծանոթ օրինակ, Սան Ֆրանցիսկո, էլի սուրբ է նշանակում, Սան Ֆրանցիսկո կամ Սանկտ Պետերբուրգ, ուրեմն այդ բաղադրիչներում Սանտ Բաղադրիչը գրվում է մեծատառով, եթե մենք նկատի ունենք տեղանուններ, այստեղ սուրբ իմաստով դրանք գրվում են մեծատառ, և եկեք խոսենք նաև սրբերի անունների մասին, եկեք գրեմ սրբերի անունների կողքին, սրբերի անունների կողքին, կգրենք արդեն փոքրատառ, ինչպես որ հայերենում ըստ էության կանոնները շատ նման են հայերենի հետ, այստեղ էլ Սուրբ Բաղադրիչը գրում ենք փոքրատառ անձանունների հետ, կասենք Սանտա Մարիա, Սուրբ Մարիա, Մարիան արդեն մեծատառ, Սանտա Լուչիա և այլն, միայն մի բառ կա, որը ավանդաբար եկած գրվում է մեծատառ, դա Սանտա Կլաուսն է, սա որպես բացառություն, Սանտա Կլաուսը, ավանդաբար գրվող բառը, որը երկուսն էլ գրում ենք մեծատառ, երկու բաղադրիչն էլ գրում ենք մեծատառ, կարծես այսքանը Սուրբ Բաղադրիչի մասով և ըստ էության հայերենի հետ էլ կանոնները համեմատած գրեթե նույն ձևի են և գրության մասով նույն ձևի են, մի քանի կանոն մնաց, որոնց մասին անպայման պետք է խոսենք, դա վերջին կանոններից մեկը հապավումների մասին է, հապավումներ, խոսքը տառային հապավումների մասին է, եթե սովորաբար տառային հապավումները գրում ենք մեծատառ, ՀՀ, Հայաստանի Հանրապետություն, ՄԱԿ, այսօր խոսեցինք ՄԱԿ-ի մասին, Միավորված ազգերի կազմակերպություն, ԱՄՆ,
Ամերիկայի Միացյալ Նահանգներ գրում ենք մեծատառ եւ այլ կազմակերպություն եւ այլ տառային հապավումներ կգրենք արդեն մեծատառ։ Բացառություններ են կազմում մի քանի բառեր, օրինակ ջեք ջերմաէլեկտրակայան, ջեք ջրեք ջրաէլեկտրակայան, հեկ հիդրոէլեկտրակայան, ԱԷԿ ատոմաէլեկտրակայան եւ բուխ բարձրագույն ուսումնական հաստատություն։ Սրանք ավանդաբար եկած գրում ենք այս հապավումները փոքրատառ, բացառությունների շարքին դասեք սա։ Եվ եկեք մեկ այլ կարևոր կանոնից խոսենք։ Գրեթե կարծես թե 15-րդն է այս կանոնը, որի մասին պետք է խոսենք։ Մեր երկրի լուսատու մարմինների մասին է խոսքը՝ արեգակ, լուսին եւ երկիր բառերի։ Եթե մենք ասում ենք արեգակ, լուսին եւ երկիր եւ մենք պատկերացնում ենք արեգակնային համակարգի գործող օբյեկտ, օրինակ արեգակը, լուսինը, որոնք արեգակնային համակարգի մասին, երկիրը որպես մոլորակ ենք պատկերացնում։ Եկեք այստեղ գրեմ որպես արեգակնային համակարգի մաս, գրում ենք մեծատառ։ Արեգակնային համակարգի մաս, գրում ենք մեծատառ։ Օրինակ կասենք երկիրը պտտվում է արեգակի շուրջը, երկու բաղադրիչներ կգրենք մեծատառ, որովհետև երկիր ասելով նկատի ունենք մոլորակ, արեգակ ասելով էլ նկատի ունենք մեծ լուսատու մարմինը, որի գործառույթն է դա։ Իսկ երբ ասում ենք արեգակ կամ լուսին կամ երկիր, երկիրը արդեն գիտենք որպես պետություն կամ հայրենիք իմաստով գուցե նաև գրում ենք փոքրատառ, օրինակ սա իմ երկիրն է, երկիր իմաստը, այստեղ կգրենք փոքրատառ։ Եվ երբ ասում ենք արեգակ լուսին ու հասկանում ենք որպես հարկանում ենք լուսատու մարմիններ, եկեք գրեմ որպես լուսատու մարմին, կգրենք արդեն փոքրատառ, հա։ Օրինակ ես քայլում եմ արեգակի լույսի տակ, ես քայլում եմ լուսնի լույսի տակ, այստեղ արդեն կգրենք փոքրատառ։ Ըստ էության սրանք հիմնական կանոններն են, որոնք դուք պետք է իմանաք նորմալ գրելու համար ձեր այս բաժինը։ Եվ կարծում եմ այսքանը մեր այսօրվա դասից, շատ շնորհակալ եմ կրկին, որ միացաք, դուք կարող եք գրել հարցեր, եթե ունեք, կարող եք գրել ձեր մեկնաբանությունները, ձեզ արդյոք դուր են գալիս դասերը եւ ինչը կցանկանայիք փոխել դասերի մեջ եւ կսպասեմ անպայման ձեր մեկնաբանություններին։ Շնորհակալ եմ կրկին, որ դիտեցիք, կհանդիպենք արդեն հաջորդ անգամ։